Արի լույս սիրելի հետևորդներ, Կիրակի օր է։ Գործը ես վերջացրեցի եւ տանը չէի ուզում նստել փոթորիկա։ Ձյունա գալիս ուժեղ կամի, որը երևի հետո կվերածվի անձրևի, բայց ես դուրս եմ եկել եւ գնում եմ թանգարան։ Տանը նստեի, ինչ էի անելու, ասեք։ Կամ հեռախոսի մեջ գիրքս է ժամին չեմ կարդում, երեկոյան եմ կարդում։ Ճաշ կար, պոպրոստա, ճաշել ենք, տները նորից մաքրել եմ, վերանորոգումից հետո ահագին կարգավորել եմ, մի թեթև գործ է մնացել, ցույց կտամ, տեսեք ինչքան է մնացել եւ վերջ։ Հերիք տանից դուրս չեմ եկել, որ տանից դուրս չեմ գալիս, լավ չեմ ինձ զգում։ Ոնց որ աշխարհից կտրված եմ։ Հիմա գնում եմ, չգիտեմ կոնկրետ ինչ ցուցահանդես կա, երևի 9 կլինի։ Էլի ոչինչ, մի քիչ կնայեմ տրամադրությունս կփոխվի։ Քաղաքում այդքան էլ մարդ չկա կոնկրետ այս հատվածում, հետո առաջ գնամ, ցույց կտամ մարդ կա, շատ չկա, ինչ։ Բայց դե կան, ոնց որ երևում են, այս հատվածում է քիչ։ Առայժմ կհանդիպենք։ Շատ սիրուն է ամեն դեպքում, ձյան մասին ինչքան երգեր գիտեք, դուք էլ երգեք, ես էլ իմ մտքում երգելով առաջ անցնեմ սիրելիներս, տեսեք ինչքան մռայլ է այսօր մեր քաղաքը, ամպերը մոխրագույն են, մութ են, նշանակում է ձյունը երկար կգա, առաջ անցնեմ և դեպի իմ ճանապարհի կողմը թեքվեմ, դեպի ձախ, տամաղիցն էլ արդեն հիշում եք կոշիկի խանութն է, որ մենք բազմից ենք լինում, ահա տեսեք հիմնականում լռություն է։ Փաստորեն ես ձյուն ձմեռվա բուքով, մենակ կամավորներն են շատ, ուտելիք են բաժանում ու ես Էլի մարդիկ կան, բայց այդքան շատ չեն, հիմա կշրջեմ կնայք և խանութները այսօր փակ են, Կիրակի օրով փակ են, որ գոնե մարդիկ Կիրակի օրերը մտնեն խանութներ, բայց ինձ թվում է թանգարանում շատ մարդ կլինի։ Հիմա շրջեմ տեսեք։ Սա է խանութների փողոցը, որտեղ էլի մենք միասին բազմից ենք եղել, էլի լռություն է այստեղ տիրում, խանութները բոլորը փակ են։ Լավ է, Կիրակի օրերը միշտ փակ են, միայն սրճարաններ կան բաց և արդեն ռեստորաններն են բաց Կիրակի օրով։ Սա միշտ բազմամարդ է լինում։ Որոշել ենք այսօր գայինք ֆիլմ նայելու, էլ Կարենը վերջի պահին փոշմանեց։ Դե ես արդեն տրամադրված էի, բնականաբար տան էլ վնաս ինչ ես անելու նորից հիշեցեմ, կամ էլ քնելու ես էլի։ Դրա համար որոշեցի ես դուրս գամ, մոտիվացիա տամ նաև ձեզ, հալարել չկա։ Չնայած է, այսպես կփակեմ, որ դեմքից չկա, բայց հաճելի է, լավ ավեսով սառը եղանակ է։ Արդեն փողոցը անցա և հիմա թանգարանի տարածքում եմ, այս թանգարանը կոչվում է Գեղարվեստի թանգարան և շատ մեծ թանգարան է։ Երբեմն նոր ցուցադրումներ են լինում, բայց երբեմն էլ իրենք այդպես իմպրովիզներ են անում, որպեսզի մարդկանց գրավեն և տանեն դեպի թանգարան։ Միշտ հետաքրքիր է այստեղ։ Առաջ եմ գնում և տեսեք, թե ինչքան հերթ է կանգնած, ասեցի չէ, որ հերթ կլինի նույնիսկ։ Այսօր են ահագին փոփոխություններ եղել, կամ էլ ձմռան ընթացքում չի եկել վերարկուս կախելու, այստեղ արդեն ավտոմատ հանդերձաններ կար, արխիվի մեջ կոդերով այդպես տեղավորեցի, հատկապես դուրս եկա, որ մեծեր էր կար, իմ անձրևանոցը շատ մեծ էր, տեղավորվեց։ Հիմա այսպես մտնեմ, զբաղվեմ, ուսումնասիրեմ ժողովուրդ ջան։ Ասեցի չէ, որ շատ մարդ կլինի թանգարանում, անչափ շատ մարդ է։ Դե հետո էլ այստեղ Կիրակի օրերը սիրում են տանից դուրս գալ, տանը չմնալ։ Ես նույնպես Կիրակին երբեք չեմ սիրել։ Դե ինչ, սկսեմ ուսումնասիրել, մտել եմ այս կողմը, դե հանդերձանի դեմներ, աղջապակիները, այսինքն սպասքեղենը, դրանք եմ նայում, ինչ-որ բան հետաքրքիր լինի, ցույց կտամ, որովհետև շատ եմ ցույց տվել այս թանգարանը և այս թանգարանը շատ իր ապրանքների տեսականիով շատ է տարբերվում բոլոր քաղաքների թանգարներից և ասում են, որ Լուվրից հետո ինքը երկրորդն է իր այդ մեծությամբ։ Դե ուսումնասիրեցինք։ Հանդերձանից դուրս եկա և հենց կերամիկական իրերի ցուցադրումներ այս հատվածում և այս կողմից էլ բաց էր։ Մտնեմ այս կողմ, նայեմ, կարծում եմ շատ կանանց դուր կգա այս ամանեղենը, որոնք ներկայացված են հյուսիսի տարածաշրջանինը, այսինքն որի մեջ կարող է մտնել Բելգիան, Ֆրանսիայի մեր կոնկրետ տարածքը, Գերմանիա
եւ այլն։ Տեսեք, այս սափորը 1767 թվի արտադրության է։ Դարերով գրված է, թե որ դարի է պատրաստած է եւ Լիլինը արդեն տեսակ անցանք 18-րդ դարից էր։ Ինչքան սիրուն են, չէ՞, ինչքան մեծ, գեղեցիկ ամաններ են օգտագործել այդ դարերում։ Մարդ նայում է եւ ապշում է։ Ահա, ինչքան սիրուն են։ Գույնն էլ տեսնում եք, ոնց որ ավելի շատ կապույտի խփի եւ հիմնականում այս տարածաշրջանի սպասքեղենը հենց միայն գույնով էլ կարելի է հասկանալ, որ պատկանում է հյուսիսի տարածքին։ Ահա, ինչքան գեղեցիկ նախշազարդեր է արված։ Սա էլ թագավորի դուքսի երևի պատկերներով է։ Ահա, տեսեք, սա էլ Ղոան քաղաքն է, որը մեր էլի տարածաշրջանում է, էլի այդ դարերի աշխատանքներ են, ծորակներ է դրված, նաև խմիչքի համար է նախատեսված եղել։ Ահա նորից մեծ ամաններ, գրեք մեկնաբանությունում դուք հավանում եք կավից պատրաստված ջնարակված այդ աշխատանքները, տեսակն է այսպես, այսինքն կերամիկան, ինչպես մենք անվանում ենք, հենց կավից պատրաստված, տեսեք կտորները երևում են, ջնարակված կերամիկական իրերներ, ափսեներ, բաժակներ, այսպես սափորներ, տեսեք այստեղ էլ ավելի հետաքրքիր տեսակներ կան, շատ սիրուն են, շքեղ են, ինձ որ շատ են դուր գալիս, թեյնիկը, պատկերացնում եք, դուք այս դարում լինեիք եւ օգտագործեիք, սա էլ Դելֆտ քաղաքինն է, մի խոսքով հրաշք են, նմանություն կա, բայց դե դարաշրջանի մոտիվներով եւ այստեղ առանձնացրել են այս ափսեն, որի մեջ ներկված էր, նկարած էր թեյի ծառը։ Առաջ շարժվենք, տեսնենք այստեղ ինչ կա, այստեղ գույները մի քիչ արդեն ավելի են բացվում, ավելի են շատանում, բացի կապույտից, օգտագործվել են նաև տարբեր գույներ, արդեն տարբեր ոճի, ցանցկեն այն ափսեն շատ դուրս եկավ եւ այսպես այս հատվածից շրջվեմ նստելու համար է, տեսնենք այստեղ ինչ ենք տեսնում, ինչեր կան արցանիկներ, որոնք իմ թուլությունն են, նորից կապույտն է գերա դասողը, առաջ շարժվեմ այս կողմից, ահա ինչքան շքեղ են, որ պատկերացնում եմ, որ դարում են արել, ուղղակի հրաշք են։ Արդեն այստեղ գույները փոխվում են եւ ավելի են փայլուն դառնում եւ ներկայացված է այս հատվածում ճապոնական ճենապակին եւ տեսեք ինչպիսի արդեն նախշեր են օգտագործված թռչուններ, ծաղիկներ, այստեղ էլի ծաղիկներ եւ գրված է, որ չինական եւ ճապոնական 18-րդ դար ներկայացվող ճենապակին է։ Տարբերությունը նկատվում է, չէ՞ արդեն։ Շրջվենք մյուս կողմը, տեսնենք այստեղ էլ ինչ կա։ Սրանք արդեն մեզ են ծանոթ, համոզված եմ, որ հիմա կասեք, մինչ իմ ասելը գերմանական ճենապակին է, Ժորժյան 18-րդ դար։ Ինչքան սիրուն արձաններ են, ինչքան գեղեցիկ են, անբացատրելի, հələ այս թեյնիկին, շատ սիրուն են։ Հայերն էլ վերջին 20-րդ դարում էլի ավելի ճիշտ գնել էին նմանատիպ սերվիզներ, շատերիս տանը կար դրանցից, գրեք իմանամ ունեցել եք թե ոչ։ Ահա, սա էլ արդեն Փարիզի եւ Սևրի սպասքն է, նորից ճենապակի, ինչքան նուրբ են, հələ նայեք Ժողովրդ Դե ասում եք, հələ որ դարում ինչեր են ունեցել եվրոպացիները, իսկ մենք ուզում ենք երբեմն համեմատվել նրանց հետ։ Մյուս կողմում էլ էլի նույն ձևի սիրուն թեյնիկներ, արձաններ։ Ինչքան էլ որ գամ այս թանգարանը, անընդհատ մտնում եմ այս բաժինը եւ երբեք չեմ ձանձրանում, անգամ նույնը դիտելիս, դե այստեղից դուրս եկանք, ելքի մոտ այս 4 մարդիկ էին, ովքեր մասնակցել են Լիլ քաղաքի կողմից առաջին համաշխարհային պատերազմին։ Միջանցքներն են, սա էլ սրահն է, որը միացնում է բոլոր բաժինները իրար հետ եւ այդ հետաքրքիր կարմիր շրջանակներն էին արել։ Գեղեցիկ մտահղացում է եւ այսպես բոլորը փնտրում են կենտրոնը ու փորձում են նկարվել։ Ես էլ նկարվեցի, բայց մութ էր դուրս եկել։ Առաջ անցնենք դեպի հսկաները։ Այս հսկաներով իրենք միշտ միջոցառումներ են անում քաղաքային եւ բոլոր միջոցառումներին մասնակցում են։ Մի քանի տիկնիկներ էլ նման ձևի արվել էին, երբ հարձակվել էին քաղաքապետարանի վրա 2 տարի առաջ։
Փաստորեն այսօրվա նորությունը թանգարանում այս հսկաների ցուցադրումն է։ Կգնանք այդ բաժինը եւ կդիտենք միասին։ Եվ շարունակեցի սրահի միջև վերջ գնալ մտնել քանդակագործության բաժինը, բայց այստեղ փաստորեն ձևափոխում են եւ երեխաների համար թանգարան են ուզում ստեղծել այս հատվածում, մտնել հնարավոր չէր։ Իսկ այս 4 տղամարդիկ նորից նույն քանդակներ, ինչ որ դրված էր մյուս ծայրում։ Տեսնեմ հələ ինչ են փոխել, դե արդեն ես գծերը տեսակ, որ նորամուծություններ ու մարդիկ բոլորը նկարվում էին, ես նույնպես նկարվեցի։ Այստեղ մուտքը նման տոմսերով են, ամեն տոմսի վրա մեկ աշխատանք է նկարված եւ գնում եմ դեպի գեղարվեստի բաժինը։ Տարբերվող թղթից պատրաստված այս սիրուն լուսամփոփներն են այստեղ միշտ ցուցադրվում, մուլտիկոլոր է կոչվում եւ այստեղ էլ արդեն մուտքի հատվածն է գեղեցիկ վինտաժներով, ահա, սա էլ հատակը։ Դիմացը ուղիղ էլի ներկայացված է մեր հյուսիսի դպրոցի նկարիչների աշխատանքները եւ այստեղ ներկայացված է այս կինը, ով ոսկյա շղթան որպես գոտի է բռնել, պատկերացնում եք ինչքան հարուստ է։ Ըստ դե բնականաբար նման նկարները, որ մենք տեսնում ենք, դրանք հարուստներն են նկարվել, հայտնի նկարիչներն են նրանց նկարել, բնականաբար մեծ գումարներով։ Հասարակ մարդու համար դա վայել չի եղել եւ այստեղ տարբեր կարգի, դասակարգի տղամարդիկ են ներկայացված, նշվում է նաեւ, որ այո, նրանք բարձրաստիճան մարդիկ են։ Որքան էլ որ տարօրինակ հնչի, սա էլ ձվի մեջ համերգ են տալիս, կոչվում է այդպես վերնագիրը։ Տեսեք, le concert dans l'œuf։ Գարանի նմուշներից են հեն այն երկու հոգին, ծաղիկ հատում է, երևի Վալենտինի օրնա, շնորհավորում, Շողով ջան հենա, Կիպրիկ ձերբրնած, հավեսով, ծաղկի պունջը, ծարի, իրազբատ չեմ են։ Այս մեծ նկարները, որ տեսնում եմ, հիշում եմ իմ կարդացած գրքերը, որտեղ նկարիչները ինչպես են ներկայացնում դրա դժվարությունները, մեծ կտորներով նկարելը դժվար է եղել, հիմնական բաները իրենք են նկարել, իսկ մյուս մասերը իրենց աշակերտներն են նկարել։ Հիմա տեղափոխվենք Լյուդովիկոս 14-րդի եւ Մարի Մեդիչի պատկերասրահը։ Գաղտնիք չէ, որ Լյուդովիկոս 14-րդը կոչվում է նաեւ արևի թագավոր եւ նրա օրոք զարգացում է ապրել արվեստը։ Դա համարվել է մեծ դար եւ այստեղ ներկայացված է թագավորական ընտանիքից պատկերներ, որսի, պահը, կենդանիներ եւ իրենց փոքրիկ իրերը, որոնք որ օգտագործել են։ Անձնականը այստեղ է տեղավորված, տեսեք փոքրիկ արցանիկներ, ինչպես նաեւ մյուս կողմում կան ափսեներից բացի փոքրիկ այսպիսի դետալներ, ժամացույցներ, ահա տեսեք ինչքան հետաքրքիր է եղել հարուստ Ֆրանսիայում 17-րդ դարում։ Շատ գեղեցիկ են։ Հիմա առաջ անցնենք եւ սա էլ արդեն Լուի Ֆիլիպի նկարն է։ Լուի Ֆիլիպ տուշերը հիշում եք սովետի ժամանակ Ժորժ ջան կգրեք իմանամ։ Այստեղից դուրս եկա եւ անմիջապես տեսա Պոլ Գոգենի այս հրաշալի 3 կանայք աշխատանքը։ Այդ մեծ սրահները կապում է միջանցք պատկերասրահը, որտեղ էլ որ մենք հիմա գտնվում ենք, այստեղ իմպրեսիոնիստներն են իրենց աշխատանքները ներկայացնում եւ կան քանդակներ եւս, ինչ շատ է գրավում Օգյուստ Ռոդենի աշխատանքները։ Լավ է հատվածում մարդ չկա եւ հիմա ես մոտիկից ձեզ ցույց տամ, թե ինչպիսի հնարքներով, ինչպիսի վարպետությամբ է քանդակված այս կնոջ մարմինը։ Նեղ միջանցքով առաջ գնանք եւ պատերին նորից կախված է իմպրեսիոնիստ Էդվարդ Մոնեի նախաճաշը։ Այստեղ նորից Ռոդենի քանդակն է, հրեշտակ է քանդակել, տեսեք նորից նույն վարպետությամբ։ Պատերին նկարներ, ներքևում քանդակներ եւ Էլի Մոնեի աշխատանքներից է, հատկապես շատ հայտնի է նրա այս առավոտը։ Տեսեք ինչքան հետաքրքիր է պատկերել։ Ներքևում էլ դե արդեն էլի
Օգյուստ Ռոդենի քանդակն է։ Երկու երիտասարդ կանայք են, մեկը հրեշտակ է, ով վիրավորվել է եւ ընկել է, եւ երկրորդ երիտասարդ կինը, ով սա է, տեսեք ինչպիսի վարպետությամբ է քանդակված, փորձում է համբույրի միջոցով կենթանացնել հրեշտակին։ Սա էլ հրեշտակի թևերն է։ Նախկինում հավատալիք կար, որ հրեշտակները արթնանում են համբույրից, եւ ահա այդ է քանդակել Ռոդենը, բայց ինչքան զգացմունք կա այս քանդակի մեջ, անբացատրելի է։ Իսկ վերևում էլ Ժան Բեռնոյի այս էլեգանտ կինն է, որ այս նկարը գնվել է Պետերբուրգի թանգարանից։ Մարդ իրոք կտրվում է աշխարհից, վերանում է։ Եթե անգամ տրամադրություն չունես, մտազբաղ ես, պրոբլեմներ ունես, եկեք թանգարան Ժորժ ջան։ Այս նկարները նայելով ամեն տարի տպավորություններ ես ստանում, թե ինչքան դաժան է եղել անցած տարը, այլ իր լավ կողմերով հանդերձ, ինչպես հիմա կյանքը միշտ էլ նույնն է եղել։ Մութ, սև կամ ուրախ այդպես նկարներով, մի խոսքով կյանքի սև եւ սպիտակ գծերով։ Հաճելի է, ես իրոք մոռացել եմ, երբեմն մոռանում եմ նույնիսկ նկարել, այսպես մոտիկից ուսումնասիրելով բաներ կա, որ տեսել եմ այստեղ, բաներ կար նորություններ, այդ հսկաների հետաքրքիր պատմություններ, որ ներկայացնում եմ։ Այստեղ ցանկացած քաղաքային միջոցառման ժամանակ այդ հսկաները միշտ բերում էին, տարածում էին, ամեն ինչ անում էին։ Դրա համար ինձ համար հաճելի էր նաև իրենց պատմություն իմանալ, թե ոնց ստեղծվեց, երբ է ստեղծվել, ով է մտահղացումը տվել, այս կողմ կամ որ մարդ չլինի։ Եվ այդ հսկաների հետ կապված իրենք ցուցահանդեսի վերնագիրը դրել են հսկաների պատմությունը եւ արդեն մարդիկ գալիս են մի ստից, մի թեթև ինչ-որ մի բան եւ գրավելու, կանչելու այդպիսի հատկություն են ստեղծում իրենք տրամադրություն ավելի ճիշտ, որպեսզի մարդիկ գան։ Դե Կիրակի օր սովորաբար շատ մարդ է լինում թանգարանում, երկուշաբթին ազատ օր է եւ մեր Լիր քաղաքում ամեն ամսվա առաջին Կիրակին անվճար է։ Այսինքն առանց վճարելու կարող եք մտնել եւ վայելել այս գունագեղ աշխարհ, այս հրաշքը եւ մտովի անցնել, գնալ, հասնել միջին դարեր, որից հետո գալ հասնել վերածննդի դարաշրջանը, որը մեծ ծաղկունք, մեծ վերելք ապրեցրեց արվեստը Եվրոպայում։ Այսպես սիրելիներս։ Մարդիկ կան, ես տեղ կանյաց խոսում եմ, հենց գիտեմ մանկա, եկել եմ նայում են զարմացած, իր աստված, որ ես դեպի կողմ եմ նկարում։ Մի խոսքով այս հրաշք աշխարհը իրոք փոխում է մարդու տրամադրություն, համոզված եմ իմ հետևորդների մեջ կգտնվեն ճաշակով մարդիկ, ովքեր սիրում գնահատում են արվեստը եւ համակ ուշադրությամբ կդիտեն այս հրաշալի տեսանյութը։ Այս պահի համար այսքանը, գնացինք շարունակելու։ Փոքրիկ պատմություն հսկաների մասին։ Ահա ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ամեն ինչ, թե ինչպես է ստեղծվել, ով է ստեղծել, ինչպես են պատրաստել, թե ֆիլմերի միջոցով սրահի երկու ծայրերում ֆիլմեր են ցուցադրում եւ թե այսպես մանրամասն բոլորը հետաքրքրված են, հատկապես Լիլի բնակիչները, ովքեր որ մշտապես ականատես են եղել այս տիկնիկների ներկայությանը բոլոր տոնական միջոցառումների ժամանակ։ Ես ինքս էլ բազմիցս եմ տեսել եւ այսպես այս քանդակներից հետո գծանկարներն են, էսքիզներն են, ինչպես է ծնունդ առել։ Մի խոսքով սիրելիներս շատ հետաքրքիր է, իսկ այս ցանցն էլ իրենց հագուստ էր ծառայում, շատ բարձր են դե բնականաբար իրենք հսկաներ են եւ տեսեք դեմքն էլ ինչպես են մշակում։ Այստեղ առանձնապես ուշադրություն են մշտապես դարձնում հիշողություններին, իրենց ժառանգություններին, իսկ այս սրահում էլ էլի ներկայացված է արքունիքի հայտնի դեմքերը, հատուկ օձիքներով ֆիլմերից էլ տեսած կլինեք, շատ շքեղ ցուցասրահ է, կարծում եմ դուր կգա ձեզ եւ դուք կգնահատեք իմ չարչարանքը, իմ այսքան հետաքրքիր տեսանյութը դուր կգա բոլորիդ, ցուցասրահներից դուրս եկա, սա վերջին սրահն է, որտեղից էլ որ
արդեն դուրս է գալիս դեպի առաջին հարկ։ Տեսեք, նորից ներկայացված է տարբեր դեկորներով պատրաստված վազաները։ Այն դուռն էլ, որ երևում է դրախտի դուռն է, հիմա մոտիկից նայել ձեզ ցույց կտամ։ Ահա, ձախ կողմում էլ Քրիստոսի քանդակներն են, նկարներն են այդպես արված եւ ֆրանսիական կյանքի ամեն մի դրվագը։ Սրահից դուրս են գալիս այս կողմով եւ հիանում ենք այս հրաշալի քանդակով։ Ինձ շատ է հետաքրքրում դեմքը, տեսեք ինչքան լավ է արված այս ջուտոյի դեմքը, մամայի հետ միասին մոր դեմքն էլ հրաշալի է։ Արվեստի բաժինի երկրորդ հարկում էր գտնվում, ավարտեցի, հիմա իջնեմ գնամ իմ սիրած բաժինը, քանդակների բաժինը գնամ։ Տեսեք ինչ հետաքրքիր քանդակ է։ Սիրելի հետևորդներ, արդեն իջա առաջին հարկի այս հատվածից էր քանդակագործության բաժնի մուտքը։ Մյուս կողմը փակ էր փաստորեն։ Մտնենք եւ տեսնենք, երբեմն այստեղ բերվում են էլի ուրիշ աշխատանքներ տարբեր թանգարներից, բայց կարծես թե նույնն է այսօր։ Ռոդենի քանդակն է, մի ուսանող էլ նստած ճեպանկարում էր այս ամենը, հարցրեցի, ասում է, ահա, ուսանող եմ, այո։ Եվ այսպես կամաց մոտենանք, չի թույլատրում ձեռք տալ, բայց ձեռք տամ էլի, որ զգամ, որ Ռոդենի քանդակին եմ կպչում, հələ տեսեք մկանային կառուցվածքը յուրահատուկ է, յուրահատուկ, անբացատրելի, չգիտեմ էլի, ովքեր սիրում են կհասկանան ինձ, եւ դուք էլ ձեր կարծիքները կգրեք տեսանյութի տակ, ես սիրով կկարդամ, դեպի աջ գնամ այստեղից եւ տեսնենք Կամիլ Կլոդելի աշխատանքները, պարզապես հիշեցնեմ, որ Կամիլ Կլոդել էլի ֆրանսիացի քանդակագործ է եւ սիրային կապի մեջ է եղել Օգուս Ռոդենի հետ, հետո արդեն բաժանումից հետո հիմա թե ժառանգական է եղել, թե ստրեսից է եղել, կարելի ասել խելագարվել է։ Ահա եւ այդ աշխատանքները, ամեն ինչ այստեղ մանրակրկիտ ներկայացվում է։ Քանդակները բոլորը տարբեր քարերից են, կա եւ մարմար, եւ բրոնզ, այստեղ կան նաեւ այնպիսի աշխատանքներ, որոնց նմուշները նաեւ տեղադրված են հայտնի տեղերում, օրինակ հիմա առաջ շարժվենք, դե սրանք կիսանդրիներ են, հետաքրքիր գեղեցիկ չէ, հայացքներով։ Մի խոսքով ժողովուրդ ջան, դուք նայեք, ձեր կարծիքը գրեք, միգուցե ես այլ կերպ եմ հասկանում քանդակը, նկարը, քան փորձել է ներկայացնել նկարիչը եւ քան թե մարդիկ ինչպես են այն ընկալում։ Եվ անկախ նրանից, թե ով ինչպես է այն ընկալում կամ հասկանում, բոլորը իրենցից ներկայացնում են մեծ արժեքներ։ Ահա եւ Ժաննա Դարկը, ով համարվում է Ֆրանսիայի հերոսներից մեկը, որին ցավոք այրել են խարույկի վրա մեր մոտ Ռուան քաղաքում, մեր մոտ էլ ասում եմ 300 կիլոմետր հեռավորության վրա է։ Իսկ սրանք էլ իմ նշած օպերայի բեմի գարուն եւ ամառ քանդակներն են։ Կարճ ասած, այցելեք, եթե Լիլի տարածաշրջանում եք ապրում, եւ տեսեք ինչ հետաքրքիր պատմություններ են մարդիկ հրաշալիքներ լսել այն դարերի համեմատ եւ քանդակել են նույն մոտիվներով, ստեղծագործել են ի դեպ գրականության մեջ էլ նույն մոտիվներով, ասեմ ձեզ, այնպես որ արվեստը միայն քանդակագործությունը եւ նկարչությունը չէ, նաեւ գրականությունն է արվեստ եւ որն էլ իր բոլոր դարաշրջաններում արտացոլել է այն ամենը, ինչը կատարվում է իրական կյանքում։ Եվ այդ ամենը արվեստագետները ներկայացրել են նման տարբերակներով, դարերի համար ստեղծել են այս գանձերը, իսկ այսօր մենք նայում ենք եւ հիանում նրանց կատարած աշխատանքներով։ Սա էլ հեմոֆրոդիտն է, որը նշանակում է երկսեռանի մարդիկ։ Սրանք հավատալիքներ են եղել, ժողովուրդ ջան, բայց դե մինչև գիտությունը զարգացել է, մարդիկ այս հավատալիքները քանդակել են, նկարել են, գրել են եւ փաստել են։ Մի խոսքով հրաշք արվեստ։
բառերն ավելորդ են։ Ինչու եմ տարբերություն դնում քանդակագործության մեջ, որովհետև ինչքան պիտի մարդու անատոմիա իմանաս, որ այդ կարողանաս արտահայտել քո քանդակում մկանային թրթիռները, դեմքի արտահայտությունը, աչքերի հայացքը, մարդուն դու ճանաչելով պիտի կարողանաս քանդակես, թեկուզ նկարես։ Մի խոսքով ամենաբարդ աշխատանքներից մեկն է։ Ես շատ եմ սիրում արվեստը, հաճույք եմ ստանում, լիարժեք հավատացեք, կգրեք մեկնաբանություններում ձեզ դուր եկավ, թե ոչ, ինչն եք սիրում, չեք սիրում, այդպես անկեղծորեն, բայց սիրելիներս կսպասեմ բոլորիդ մեկնաբանություններին։ Հրաշալիքների երկրից դուրս են գալիս, մոտենում է իր ավարտին այս ամենը և միջանցքում տեղադրված այս հրաշալի քանդակները նորից վկայում են այն մասին, որ արվեստը ամենակատարյալն է և արվեստի աշխարհում չես կարող ֆալշ որևէ մի նոտա կամ որևէ մի բան անել։ Նոտա ասեցի, հիշեցի, որ արվեստի ճյուղերից մեկն էլ նաև երաժշտությունն է, կլասիկան երաժշտությունը, որ ստեղծվել է էլի 16-րդ դարից, վերածննդի դարաշրջանից եմ, շեշտում եմ դրա համար այդ դարաշրջանը, հասել է մինչ օրերս։ Հնարավոր չէ առանց Մոցարտի, Բեթհովենի և այլոց ներկա դարը պատկերացնել։ Ահա և այդ հանդերձարանը, որտեղ էլ որ դրված է իմ վերարկուն։ Հագա, դուրս եկա և ձյունը շարունակվում է։ Տեսեք արդեն ձյունածածկ են եղել որոշ հատվածներ։ Գեղեցիկ է այնպես, չէ։ Ժողով ջան արդեն թանգարանից դուրս եկա, փաստորեն ձյուն ա եկել։ Հիսված թե կտրված կլինի մինչ դուրս գալս, բայց չէ, նույնիսկ նստել ա, հələ շրջեմ նայեք, բայց լավ օդ է։ Հիմա մի քիչ ավելի երևի տաքացավ, գնալիս քամի շատ էր, քամի չկա, իմ որ ասма քամի արեց, որ ձյունը բերիկ, երևի դա էր, եկացնել հալվել ա, մի կարող ա, եթե սա սառի, արդիք սահենել, չգիտեմ կմնա այս ձև, թե ոչ, հələ շրջեմ նայեք։ Սրա մասին եմ ասում, քիչ է, բայց արդեն սահեցնում է, եթե սար չի ավելի վտանգավոր կլինի։ Ժամին էլ չեմ նայ, փաստորեն շուտով 6-ն ալնելու ժողովուրդ ջան, բայց որ արդեն լույս այ չէի նկատել։ Նոր նայում եմ, ասում եմ, բավականին էլ երկար մնացել եմ թանգարանում, տեղը տեղին պտտվեցի, դե ամեն ինչ ձեզ չնկարեցի, ցույց չտվեցի, բայց դե բնականաբար ժամանակը շատ հաճելի անցավ սիրելիներս, քայլեցի հետո անընդհատ վերև ներքև աստիճաններով, նաև սպորտ է, հիմա ես մաքուր օդին գնում եմ տուն, դե առայժմ լավ մնացեք ինձ հետ, կգրեք անպայման մեկնաբանությունում, հավանեցիք, չհավանեցիք, նման տեսանյութեր հաճախ անեմ, չանեմ, մի խոսքով, կհանդիպենք, առողջ եղեք, պաչիկներս բոլորիդ։